հետևորդներ, եւ YouTube-յան, եւ TikTok-յան, եւ Facebook-յան հարթակի հավաքվեք, այսօր բավականին շատ անսպասելի ուղիղ եթեր է լինելու ձեզ համար։ Բարև ձեզ, այսօր բավականին շատ յուրահատուկ աշխատանք եմ պատրաստել ձեզ համար, միտքը, իմ սիրելի հետևորդներ, ուրեմն, քանի որ բավականին անսպասելի նաև ունեմ ես հետևորդներ, որոնք շատ ճանաչված են, ես ուզում եմ այսօր աշխատենք 22 էներգիաներով, ինձ ոչ մի բան չեք գրում ստեղ, ոչ անում, ոչ մի բան, մենակ ձեր թիվն եք գրում, միգուցե սա դետեկտիվի պես բան է, 22 էներգիաներն է տարոք հարտերի, մենակ գրում եք ամսի քանիսին եք ծնվել, այսինքն, խոսքի օրինակ ծնվել եք մարտի 3-ին, գրում եք 3-ին, ծնվել եք մարտի 25-ին, հունվարի 30-ին, 21-ին, մենակ դա եք գրում, ուրիշ բան չեք գրում, եթե ինչ-որ խաթարող բան կա ձեր կյանքում, որպեսզի դուք հետո ռազաբրացա, այսինքն ձեր մեջ հասկանաք, թե ինչն է հանդիսանում խոչընդոտ ձեր գլխի մեջ, 4-ին ուրախ են, հիմա մոտ նայենք, այստեղ ձեր 4-ը, դա շատ լավ քարտ է, իմ տարո արկաններով, դա կարգուկանոնի հետ կապ ունի, ահա, տեսնում ենք, տեսնում եք ինչ հետաքրքիր է, 4-ն է, 4-ի էներգիան ինքը շատ, այսինքն իմպերատորն է, կայսրի ինչի մասին կարող է խոսել, հիմքի, կառուցողականության, այստեղ, եթե ձեր ուղեղի մեջ ինչ-որ խաթարող բան կա, այստեղ կարա լինի, որ դուք կառուցողական մարդ պետք է լինեք, բայց խաթարող հանգամանքն է, որ դուք կառուցողական չեք, բայց դուք պետք է լինեք համակարգի, ինչն է ձեզ խանգարում, միջուկը պետք է լինեք համակարգի, պետք է այն ուժը, որ դուք ունեք, ծախսեք տարբեր ֆունկցիաների վրա, այսինքն, դուք չեք կարող բոլորին վերահասկել, պետք է վերահսկողություն բաց թողնեք, հասկանում եք, չեք եկել, որպեսզի դուք բոլորին վերահասկեք, դուք ձեր ուղեղում դա պետք է տեղ հասնի, հասկանում եք, սա շատ կարևոր է, այսինքն, եթե փորձեք դուք վերահասկել, ամեն ինչ կարող է քանդվի ձեր կյանքում, քաոսի, վերացեք, հետո էլ չհասկանաք, թե ինչն է պատճառը, պետք է լինեք ունենաք ներքին կարգապահություն, սենց կարող եմ ասել, ավտոմատ կարգավորում է պետք տալ, ինչը ձեր ներքին աշխարհը, մտածեք այս մասին, որովհետև որոշ բաներ, եթե կառուցողական չես, հիմք չես, տեսնում եք, հիմք չես դնում, կարգուկանոն չես հաստատում, նաև պետք է կարգուկանոն հաստատեք ձեր սեփական, սահմանները, ոչ հատի, ոչ էլ դուք հատեք ուրիշի սահմանները, բայց եթե ինչ-որ մեկը փորձում է ձեր սահմանները հատել, դուք եթե ինչ-որ տեղ պետք է, ժոստկի պետք է լինեք, բայց պետք չի, որ դուք պետք է դա հասկանաք, սա 4-երին է վերաբերվում, ամենուր պետք է լինի կարգուկանոն, օրը կանոնակարգված, օրինակ, սպորտով չեք զբաղվում, ինչ-որ բացասական էներգիա է ձեր մեջ կուտակվել, դուք պետք է ձեր ուղեղի մեջ մտցնեք, որ եթե ուզում եք այդ քաոսից դուրս գաք, դա հենց սահմանափակ էներգիան է, որ արդեն всё, Մարսը ինքը բան է արել, սահմանափակել է, դու պետք է դա սպորտով զբաղվես, որ այդ բացասականը քո մեջից անես, այս է խնդիրը։ Սա դետեկտիվի պես բան է, որ ես սենց մտքերը գալիս է, ես որոշում եմ անել։ Հաջորդը, տեսնենք ովքեր են գրում,
Խնդրեմ, ես ոչ մեկին չեմ ուղարկել, ինչու ճիշտն է իմ։ Ես ուղարկենք մեր հետևորդներին, թող մոտիկանան։ Մի վարքյան, այսպես։ Ինքան անծանոթ մարդիկ կան։ Ուղարկեցի հայտերը, որտեվ չի ուղարկեմ հետևորդներին, ահա, բարև ձեզ, կարող եք դուք էլ գրեք երբեք ծնվել, բացահայտում է սա, միգուցե կա մի բան, որը ձեր գլխի մեջ բերում է ինչ-որ կրիզիս իրավիճակների, չեք հասկանում, միշտ նախնդիրը եւ այլը, որ դուք ձեզ բացահայտեք ձեր թվով, խնդրեի ասեք, երբեք ծնվել, մենակ գրում եք ամիսը, ամսի քանիսին, վերջ, ուրիշ ոչ մի բան։ Շատ հետաքրքիր կլինի, որպեսզի հասկանաք ինչն է, պետք չի 11,999 չեք գրում, մենակ ամսվա առաջի օրն եք գրում 19։ 12, հես, չեսի 21-ն։ Շատ լավ քարտա, արևն է, տեսնում եք, ինչ գեղեցիկ է, արևը ինչի մասին է խոսում, լավատես լինելու մասին, ես հարց եմ ուզում ձեզ տալ, դուք ընդհանրապես լավատես մարդ եք, հա, որովհետև պետք է լինեք գերադասող, այս մասին է խոսում, եթե ինչ-որ վատ մտքեր է ձեզ գալիս, դուք հակառակն եք օգտագործում ձեր այս թիվը, մեկը դա լիդերն է, այն, որ դու արևը պետք է ցույց տաս, հա, տեսնում եք, բայց ստեղ դուք պետք է մտածեք, որ դուք պետք է թաքնվեք, որ ձեզ չնախանձեն, որովհետև արևին միշտ էլ նախանձում են, հա, ստեղ դուք պետք է միշտ մտածեք, որ դուք փայլում եք և ջերմացնում և ձեր լույսը ձգում է միայն ուրեմն լավագույն հնարավորությունները, օրինակ դուք կարող եք մտնեք ձեր շրջապատում, հա, ինչ-որ մարդկանց տեսնեք, բոլորը կարող է սենց ձեր լույսը տեսնեն և ժպտան, դա ինչ է նշանակում, որ դուք արև եք տալիս մարդկանց, իսկ եթե մտնում եք սենց անտրամադիր, դա նշանակում է դուք բացասականն եք օգտագործում, հա, ձեր էներգիան, այստեղից հետևություն արեք և միշտ եղեք լավատես, խոսքի օրինակ դուք ինչ-որ մեկը եթե ձեզ չի ժպտում, իմաստ չունի ժպտակ, բայց եթե ժպտում է, դուք էլ էներգոաբմեն ունեցեք, հա, դուք էլ ժպտացեք և ձեր եսի վրա աշխատեք, շատ էգոն արևը, հա, ես կարող է ձեզ բերի խնդիրներ, այս մասին էլ մտածեք, բարև բոլորին, ահա, չի ուղարկել, ուղարկեցի քիչ հետևորդների, բայց ուղարկել եմ հայտերը, հաջորդ հետևորդները, շատ լավ, սա դետեկտիվ է, որպեսզի դուք ձեր էներգիաները հասկանաք, ինչ է ձեր գլխում թաքնված, հա, որ դուք դա իրականում չեք հասկանում, միգուցե գիտակցաբար, թե անգիտակցաբար կարող եք ձեր թվերը բացասական օգտագործել, գրեք հենց ամսվա առաջի թիվը, երբ եք ծնվել, Այստեղ ունենք 11-ը, դա ուժն է, ինչքան գիտեմ իմ քարտերով, հա, չէ, այստեղ մի դատի, որ չդատվես, հա, սա Սատուրնը մոլորակի հետ կապ ունի, այսինքն դու պետք է լինես կոպիտ և ուժեղ, որ քեզ չհաղթեն,
Միգուցե դու այդպես մտածում ես անգիտակցաբար, բայց դու պետք է դա գիտակցես, որովհետև դա կարող է քայքայել համակարգը։ Պետք է դուք հասկանաք, որ ձեր ուժը ձեր փափության մեջ է, այլ ոչ թե կոպիտ լինելու մեջ։ Դուք պետք է հասկանաք, որ դուք պետք է բալանսի մեջ լինեք եւ երկնային եւ հոգեվորը ձեր հավասարակշռված ամեն մի քայլը պատասխանատու, այլ ոչ թե ամեն ինչ պետք է սիրով անեք, այլ ոչ թե ժոստկի, ուրիշին դատելով եւ այլ եւ այլ եւ այլ։ Ես մի հատ հարց ունեմ ձեզ, իսկ եղել է ձեր կյանքում, երբ դուք ինչ մտածում են, դա ասում եմ, sense մի քիչ կոպիտ, հա, կարող ես նաև դատել, բայց քո պանյացիա, հա, դուք այստեղ պետք է ամեն ինչ հավասարակշռեք, որովհետև դուք ինչ մի ձեռքով տալիս եք, այն հունձքը մյուս կողմից ստանում եք։ Դրա համար այս քարտը ձեր թիվը, հա, ասում է, որ դու պետք է լինես շատ ուշադիր ամեն մի քայլիդ, դա կանես դու գիտակցաբար, թե ոչ անգիտակցաբար, դու այստեղ պետք է հետևանքների մասին մտածես, հա, կլինես կոպիտ, նաև գալիս է ժամանակը քեզ հետ կարող են լինել կոպիտ, կոպիտ կդատես, ինչ որ թեկուզ նախանձես, թեկուզ տարբեր բաներ կարող է լինել, հա, դու արդեն կհասկանաս ինչի հետ դա կապ ուներ, մարդկանց դատես, նույնը քեզ են դատելու։ Դրա համար դու պետք է անես այնպիսի գործողություններ, որ դու հասկանաս Սատուրն մոլորակը ինչպես կարող է քեզ պատժել, այն ինչ ցանում ես հնձել, հա, թեկուզ մի փոքր չնչին բան։ Նաև դու Սատուրնը կարող է, Սատուրն մոլորակը քեզ բարձրացրել։ Լավն ես անում, լավն է տալիս, հասկացա՞ր։ Աշխատեք այս էներգիայի վրա։ Կար միգուցե բաներ, որ դուք չգիտեք, բայց ես տալիս եմ ձեզ բալանինները։ Անցնենք հաջորդ հետևորդին, շնորհակալ եմ։ 01 երեխեք ջան մի գրեք, էլի մենակ ամիսն եմ ասում, ամսի քանիսին եք ծնվել, տարեթիվ, մի գրեք դա։ Հաջորդը 01-ը դա մոգն է, մոգին հիմա ես ձեզ ցույց կտամ։ Լավ քարտ է։ Ինչ վերևում է, այն ներքևում է։ Մոգը ինչի մասին կարող է խոսել։ Մոգը ընդհանրապես շատ լավ քարտ է, ում խոսքը պետք է տեղ հասնի, քանի որ 0 եւ 1 է, ստեղ նայեք, միանգամից մեկն ենք հաշվում, որովհետև թվանշանը ձեր մեկն է։ Մեկը խոսում է մի համակարգի մասին, որտեղ դու կարաս աշխատես, օրինակ, վարպետորեն պետք է դու կատարես քո աշխատանքը, այլ ոչ թե խալտուրա անես, այս մասին է խոսքը։ Նայեք, եթե ձեզ ինչ-որ բան միշտ պակասում է, հա, խոսքի օրինակ, ինչ-որ գործիքներ, այստեղ տեսնում ենք սեղանին գործիքներ, հա, որպեսզի դուք աշխատեք, այստեղ դուք միգուցե ինչ-որ բան այն չեք անում։ Նախ, պետք է դուք մտածեք, որ ձեր գործիքները, խոսքի օրինակ, եթե օրինակ ենք բերում աշխատանքի բերումով մատրիցայի հետ, հա, դուք պետք է մտածեք այն մասին, որ դուք պետք է այդ մատրիցան փոխեք, հասկացաք, որովհետև դուք դրան պատրաստ եք, կամ խոսքը տեղ հասցնեք այլ կերպ, որովհետև ձեր խոսքը պետք է տեղ հասնի, ինչու, որովհետև դուք լիդեր եք, ինիցիատիվան, դուք ձեր հույսը պետք է դնեք ձեր վրա, հա, դուք դա պետք է գիտակցեք, այլ ոչ թե ես սա ուզում եմ, ես, ձեր էգոն ձեր տունը կարող է քանդի, դուք պետք է հասկանաք, որ շատ ժամանակ էգոն խանգարում է։ Եթե ինչ-որ բաներ դուք մտածում եք չեք կարող, նաև ձեր թույլ չտաք, որ ձեր միամտությունից օգտվեն, դա նաև հնարավոր հոգեբանական ինչ-որ հա, բաներ անցնելն է, սովորելն է, ինչու, որովհետև դուք կարող եք նախ իրավիճակը կառավարել, նախ կարող է ձեր խոսքը տեղ հասնել, լեզուներ սովորել, միգուցե այսքան ժամանակ չեք մտածել, ձեր պոտենցիալը բացահայտել, հա, գործիքները դուք դա կարող եք եւ ունեք լավ համոզելու ունակություն, այլ ոչ թե թույլ տաք, որ ձեր միամտությունից օգտվեն կամ բացասական օգտագործել, ինչի մասին միգուցե չեք մտածել այսքան ժամանակ, հա, մեկի էներգիան, էգոն, որի պատճառով կարող եք տուժվել կամ ձեր միամտությունը, հասկացաք, անցնենք առաջ, հաջորդին, բարև ձեզ,
ես որ այստեղ գրված է, դուք այստեղ գրել եք 11, ես ձեզ ասել եմ, որ դուք ինձ 04-ը կողքի գրեք, հարց ձեզ։ Սա իմ առաջի եւ վերջի զգուշացումն է ձեզ, որովհետեւ ես ասել էի, չէ, միայն գրում եք ամսվա հենց առաջի թիվը, ոչ տարեթիվ, ոչ մի բան, դուք այստեղ ինչ-որ սխալ եք արել։ Նոյեմբերի 4։ Իսկ ինչի եք գրել 11 սկզբից։ 4-ի մասին խոսել եմ, հետո կդիտեք կլսեք, անցնենք առաջ։ Մի քիչ ուշադիր եղեք։ Խնդրեմ, շատ միամիտ եմ, ճիշտ է, դե տեսնում եք։ Սպասենք մեր հետևորդները միանան մեզ գրեն, Ռիպսիմե ջան, կարող եք դուք էլ գրեք, որ օրն եք ծնվել, որպեսզի բացահայտենք ձեզ, միգուցե ձեր գլխի մեջ կան հետաքրքիր ինչ-որ գաղափարներ, բայց ինչ-որ քաոս կարա լինի և չեք հասկանում ինչպես ելք գտնել, հա։ Գրում եք միայն ձեր ամսվա առաջի թիվը։ Բարև բոլորին։ Ահա, Ռիմա ջան, կարող ես դու էլ գրես ամսվա առաջին օրը։ Եվ հետո ես ձեզ այսօր լավ նորություններ ունեմ հաղորդելու, սլավա Բոգու։ Բարև Սոնա ջան։ Ես մի բան եմ նկատել, միշտ ինչ երազ տեսնում եմ կատարվում է, գրեք Սոնա ջան, ամսի քանիսին ես ծնվել, ես քեզ կասեմ, թե ինչու ես տեսնում, այսօր այո, բացահայտման օր է, գրեք ձեր ամսվա առաջի թիվը, տարեթիվ մի գրեք, հա, խոսքի 0 քանիս, եսին որ թիվ չէ, միայն ամսի քանիսին եք ծնվել, դա գրեք, կարող եմ հետո նայել, այո, իհարկե պահպանվելու է, Ես ինչ հաստ է, Էրիկան ես սա, սպասենք գրեք երեխեք ջան, օգոստոսի մեկից նոր խոսում ենք, կդիտեք, մեկերի մոտ էլ կա դա, 11, 2, 11-ը դա սա է, նո քիչ առաջ խոսում է, կդիտեք, կլսեք, կարգապահություն, հիմք, սրանք ամենակարևոր բաներն են, որ պետք է լինի ձեր կյանքում, չպետք է ոչ մեկին դատես, դու պետք է միշտ հետևողական լինես քո կյանքում, հա, կանոնակարգով, օրդ անցկացնես, չպետք է թեկուզ մտքով ինչ-որ մեկին նախանձես, դու քո ձևով դատես, կոպիտ լինես, ինչ մտածում ես, դա արտահայտվես, դա ինչ-որտեղ պետք է, բայց այսօր դու պետք է քո գլխի մեջ մտցնես, որ դու ինչ ցանում ես, այն էլ հնձում ես, Սատուրնը ինչպես կարող է քեզ վարձատրել, այնպես էլ կարող է Սատուրն մոլորակը պատժել, հա, դրա համար ամեն մի քայլը ձեր պետք է լինի հավասարակշռված, հենց այնպես դուք ոչինչ չեք կարող ստանալ, լավն եք անում, հա, այսինքն չեք խախտում տիեզերքի օրենքները, ամեն ինչ ճիշտ եք անում, ճիշտն էլ ստանում եք Սատուրն մոլորակից, ուսուցիչ, դուք պետք է լինեք հետևողական, դուք պետք է լինեք կառուցողական, ինչու՞ չէ, չխախտելով տիեզերական օրենքները եւ այստեղ գիտեք ինչն է հետաքրքիր 11-ի, չպետք է մանիպուլյացիա անեք, ոչ մեկին չի կարելի Մեկին գումարում ենք մեկ, այստեղ երկու մեկ կա, հա, անում է երկու, մինչավոր հասնենք ձեր ուզածին, այստեղ լուսինն էլ է մեզ դեր խաղում, երբ մեկին շփոթողականն է կարևոր այստեղ, օրինակ լավ մասաժ, ինչը թղթի հետ կապ ունի, հա, թերթում եք, գրում եք, ձեր լեզվի վրա մի փոքր ուշադրություն դարձեք, աշխատեք ձեր լեզվի վրա, Գտեք չէ, Սաֆարյան Սևակը իմ հոր եղբայրն է, չէ, Սոնա ջան բարև իմ կողմից, ես վերջես խոսել ենք, շատ լավ խոսակցություն ենք ունեցել, անգամ համ իմ տրամադրություններ լավ լսած կլինես, համ էլ Սևակի, հետո ես գիտեմ, որ Սևակի քուրիկն էլ է խոյ, դա լավ է արդեն, Ռիպսիմե Իսկանյան, հունվարը հասկացանք, հունվարի քանիսին, ասենք հիմա, հա, 11-ին, ահա, նոր խոսում է այդ մաս,
Նաև դուք պետք է շնորհակալ լինեք, կապ չունի, ձեր ծնողները լավն են եղել, խիստ են եղել, ինչ են եղել, դուք շնորհակալ պետք է լինեք ձեր մամային էլ, ծնողներին, պապաներին էլ, եւ շնորհակալություն հայտնեք, որ դուք ունեք ուժեր։ Հասկացաք, սա նորություն է ձեր համար, ինչը դուք բացահայտում եք, դետեկտիվի նման բան է։ Ահա, իմ հոր եղբայրն է, անցնենք առաջ։ Լավն է, Սևակը լավ անձնավորություն է, ուրախ եմ, որ բարեկամ եք, Սոնա ջան։ Մինչև մեր հետևորդները մեզ կմիանան։ Մի վարկյան, սիրելի հետևորդն է։ Ահա։ Այնքան մարդիկ ունենք չեք պատկերացնի։ Շատ նոր մարդիկ են եկել մեզ մոտ։ Սաննա Ավագյանի ես նոր եմ տեսնում, ինչը ճիշտն է, Հեսա Սևակ, դե Սևակին կգնա էլի երևի մեր հայտը, շատ չեմ ուզում ծանրաբեռնենք մեր ողջին բոլորին, կարող եք դուք էլ գրել, Նարինե մանվելով, բարև Նարինե ջան, ինչպես ես, ամեն ինչ նորմալ է քեզ մոտ, վաղուց չենք շփվել, Նարինեն իմ լավ հետևորդներից էլի մեկն է, ով ինձ դիմել է եւ ունեցել է շատ լավ արդյունքներ։ Հետաքրքիր կլիներ լսել էլի քեզ, որովհետեւ իմացանք հետո լավ է, բայց դրանից հետո Նարինե ջան էլ ոչ մի նորություն չեմ ունեցել քեզանից։ Շատ լավ կլիներ լսել նորից, ամեն ինչ կարգին է ձեզ մոտ։ Գրեք միայն ձեր ամսվա քանիսին եք ծնվել, տարեթիվ բան պետք չի։ Մենակ որ ամսին եք ծնվել, ասենք մարտի 2-ին, 20-ին, հուլիսի 3-ին, երբ։ Սա դետեկտիվ է, միգուցե կա ինչ-որ բան ձեր գլխի մեջ, որ քաոս է սարքում ձեր կյանքը, որպեսզի բացահայտում անեմ ես ձեր թվերի հետ կապված, դուք 12-ը։ Հիմա դուք 12-ը 14, այսինքն 14-ին եք ծնվել հիմա դուք, թե 12-ին Բեներալ ջան, մի հատ կողմնորոշվեք, որպեսզի հասկանանք։ Մինչև Վեներան կկողմնորոշվի, այստեղ մենք այստեղ կնայենք 17-ը։ 17-ը դա աստղն է, հա։ Աստղային հիվանդություն ունեցող մարդիկ են, որ մեկ-մեկ ճանաչվող կարող են լինել լավ, մշակույթի մարդիկ են։ Այս էներգիան ինչից կարող է ձեր մասին խոսել։ Այսօր իմ Ռասլավներում ինք շատ է։ Շնորհակալություն Վեներա ջան, հիմա մենք ցույց տանք 17-ին ով է ծնվել այստեղ։ 1-ին 7 8 է ձեր թիվն անում, բայց 17-ի ընդհանուր էներգիան եմ ես ձեզ ասելու։ 4-ի մասին լսել, ափսոս ուշ միացած ես։ 4-ի մասին խոսել եմ, հետո կդիտես, իմպերատորներ դա։ Հեսե, 17։ Ահա, նայեք, սա ձեր քարտն է, սառը քարտ է, տեսնում եք, ինչը տաղանդի մասին է մարդու խոսում, դուք ունեք շատ լավ տաղանդ եւ մեկը դա լիդերն է, դուք կարող եք եւ լավ պոտենցիալ ունեք, կստացի, ինտելեկտի հետ էլ ինքը բավականին մեծ կապ ունի, այստեղ իմ մոտ այս տպավորություն է մեկ-մեկ լինում, որ դուք տիեզերական մարդիկ եք, 1-ին 7 8 է անում, հա, կարծես ինչ որ մեկը ձեզ կարող է ճիշտ ուղղորդել, բայց դուք չեք հասկանում այդ ով է ձեզ ուղղորդում։ Այսպիսի մարդիկ դուք կարող եք, գիտեք ինչ անել, ինչ-որ երազանք պահել եւ ձեր երազանքները իրոք կարող են վիզուալ կատարվել եւ երբեք նայեք, եթե ընդամենը այսքան ժամանակ չեք իմացել, հա, խոսքի, որ դուք կարող եք ինչ-որ երազանք պահեք, այդ ձեր երազանքը կատարվի,
Սա հուշում է ձեզ, բացահայտում, պրոստը ընդամենը, հա, հենց այնպես չպահեք սովորական եսի մինչ երազանքներ, այն ինչ որ հետաքրքիր մի երազանք պետք է պահ, որովհետև դա չի կատարվի, այնպիսի երազանք վիզուալ, որ դա կարող է իրականում կատարվել, տեսնում եք, եթե մինչև հիմա չեք հայտնաբերել, դա ես ձեզ այս մասին հուշում եմ, որպեսզի դուք ձեր թվերը ճիշտ օգտագործեք, հասկանաք։ Դուք պետք է հասկանաք, որ ձեր երազանքի մտքի հետ կապված, հա, ընդհանրապես կամ ապագայի հետ կապված, այն ինչ դուք երազում եք, դուք պետք է հասկանաք, որ դրանք ձեր ապագա ֆայլերն են, որովհետև ձեր հաջողությունը հետո ապագայում երաշխավորված է, հա, ձեր պոտենցիալը բացելու, ճանաչվելու, ինչու՞ չէ, բայց դուք պետք է սովորեք կոնտրոլ, ոչ մեկին չանել կա, հա, որովհետև պետք է հասկանաք, որ այստեղ իմ 8 թվին բարև ձեզ մոտիկ է, այստեղ դուք պետք է հասկանաք, որ 8 թիվը Սատուրնը մեծ դեր է խաղալու ձեր կյանքում, ձեր մոտ պետք է ամեն ինչ հավասարակշռված բալանսի մեջ լինի, ինչպես հոգևորը, հա, որովհետև դուք տիեզերական մարդիկ եք, ունեք հակում աստրոլոգիայի, տարոլոգիայի, IT-ի ոլորտում, միգուցե բացեք ձեր պոտենցիալը, դուք միայն երբ որ այդ բալանսը կլինի հոգևոր եւ տիեզերականի, այդ ժամանակ ձեր մոտ նոր կգան գումարները, իսկ եթե կոնտրոլ անեք պահեք, այդ ժամանակ չի գալիս գումար։ Խնդրեմ, 14-ը շատ լավ թիվ է, իմ սիրած թվերից մեկն է, սա Վեներայի թիվն է, բալանս, ձեր կյանքում պետք է միշտ լինի բալանս, բայց քանի որ մեկին գումարում ենք 4, անում է 5, 5-երը շատ ռադիկալ են, մի բանի վրա երկար, միշտ հուզական այրում է լինում ձեր մոտ, որ եմ 14-ին եք ծնվել, հանգիստ բնավորության մարդ կարող եք լինել, ինչ որտեղ ռաշյոտով, բայց ձեզ մոտ նայեք պահապան հրեշտակն է, տեսնում եք, 14-ը, ինչի մասին կարող է խոսել, ամեն ինչ ձեզ մոտ պետք է լինի չափավորության մեջ, ներդաշնակ, ձեր շրջապատում, հասկանում եք, ստեղ պետք է չլինի ծայրահեղություն, բայց քանի որ 5-ն է ձեր թիվը կարող է դու լինես ծայրահեղից ծայրահեղություն մարդ, այսինքն, ես ինչ նկատի ունեմ, ծայրահեղությունից ծայրահեղություն, արկածախնդիր մարդ ես երևում, դու պետք է դրա վրա աշխատես, քո մոտ հաջողությունը այն ժամանակ կգա, երբ որ դու փոփոխություն թարմ օդ ես մտցնում մարդկանց կյանքում, հա, խոսքի օրինակ կարա քո մոտ մեկ-մեկ լինի քաոս, կամ միշտ լինի քաոս, դա ինչից է գալիս, կարող եք ասել, պետք է փորձեք հասկանաք, որ դուք պետք է ինչ-որ համադրում անեք, էներգիաների հետ է կապված, ասի, հա, բալանսավորեք, և պետք է հասկանաք, որ ձեր կյանքը հոսում է կատարյալ բալանսի մեջ, իսկ եթե բալանսը չկա, ստեղ քաոս կարա դառնա ձեր կյանքում, դուք պետք է սա վերանայեք, և մի բան էլ, պետք է գիտելիքներ ձեռք բերեք, պետք է շատ, հա, գիտելիքները սովորեք և այդ գիտելիքները տաք մարդկանց, առևտուրի հետ էլա կապված, թվերի հետ էլա կապված, դուք աշխատեք սրա վրա, ձեզանից նաև կարող են լինել լավ բիզնեսմեններ, կառավարողներ այսպես, պետք է լեզուն, միգուցե մի քանի լեզու էլ սովորեք, դուք դա այսօր ինձ մոտ բացահայտեցիք, ահա, չգիտեի, շնորհակալ եմ, դե տեսնում եք ինչքան բան կա, չգիտեք, 17-ը աշխատել ենք, տեսնենք ելով ունենք, տեսնում եք ինչքան նոր բաներ եք բացահայտում, շատ կուզենայի 4-ի մասին լսել ափսոս ուշ միացա, 4-ի մասին ասեցի, կառուցողական դուք պետք է ոչ թե ձեր շուրջը քաոս ստեղծեք, նախ առաջինը ձեր առողջությանը պետք է հետևեք, երկրորդ Սպասենք տեսնենք, եթե կլինեն գրողներ կշարունակենք
Դուք նաև 4-երը պետքա ռեալ ամեն ինչ մտածեք, հա, Գոկ Մովսիսյան, посмотреть запрос, մի րոպե, սիրելի հետևորդներ, իհարկե, ես ոչ մեկին չեմ տվել, որևիցե հայտ, որ այստեղ միանա ինձ հետ, դե համենայն դեպս ես ձեզ տվեցի ձեր հարցի պատասխանը, 5-ի, նաև դուք ռադիկալ եք բավականին, անընդհատ շարժման մեջ, միտեղ չեք կանգնում երկար, եթե ուզում եք հաջողություն ունենալ, մեկ ճամ փորձեք, եթե այդ մասին չեք մտածել, հա, սա դետեկտիվի պես բան է, որ բացահայտում ենք ձեզ, հա, այն ինչ սկի ձեր մտքով չի էլ անցել, սա մի հետաքրքիր էքսպրոմտ է, տարո թվահոգեբանական, որի հետ ես 22 թվանշանների հետ աշխատում եմ ձեզ հետ, որպեսզի դուք բաներ կա, եթե չգիտեք, արդեն այդ մասին հայտնաբերեք ձեր մեջ եւ ձեր էներգիաները ճիշտ աշխատացնեք։ Հասկացաք։ Իսկ ինչ վերաբերվում է 4-ին, ճիշտ հարաբերություններ ստեղծեք ձեր հոր հետ, հա։ 4-ը ինքը օրենքի հետ կապ ունի, ինքը փաստաթղթերի հետ կապ ունի, կարգի բերեք ձեր փաստաթղթերը, սահմաններ դրեք, թույլ մի տվեք, որպեսզի այլ մարդիկ ձեր սահմանները հատեն, եթե ինչ-որտեղ պետքա ժոստքի, հասկանում եք, եւ քաոսի մի վերածեք ձեր կյանքը, զբաղվեք ձեր առողջականով, կառուցողական եղեք, պլաններ գծեք եւ սկսեք այդ պլանները կատարել, շփվեք մարդկանց հետ, նայեք, 4-երի մոտ միշտ այսպիսի հետաքրքիր բան կա, որ այնպիսի տպավորություն է, կարծես դուք բոլորին պարտք եք, հա, չեք կարողանում մարդկանց մերժել, ասել ոչ, սովորեք նաև մարդկանց մերժել, ասել ոչ, իհարկե, դա ձեզ պետք է, եւ դրա ինչից եք տուժվում եք, որ չեք կարողանում մերժել, այնպիսի տպավորությունը կարծես դուք ինչ-որ մարդկանց պարտավոր եք, դուք ոչ մի բանով էլ ոչ մեկին պարտավոր չեք, դուք դա պետք է հասկանաք եւ սովորեք ձեր կյանքում ինքներդ սիրել ձեզ, գնահատել ձեզ, որ դիմացին էլ ձեզ գնահատի, միշտ այնպիսի մարդկանց թողեք ձեր կյանք եւ քաոսի, այսինքն կառուցեք ձեր կյանքը, այլ ոչ թե քանդեք, քաոսի վերածեք, հետևողական լինելով նաև սպորտով զբաղվեք, եթե ինչ-որ վատ էներգիա բացասական վաղուց կուտակվել, որը սկի ձեր ուղեղում, հա, գիտակցության մեջ սկի չէր տեղավորվում, որ դուք կարող եք այդ կուտակված, ոչ թե ձեր վրա կարող է թուղթուգիր լինի, այլ այդ կուտակված էներգիան կուտակվում, հա, օրինակ կանանց մոտ երկու օրգանների հետ դա կարող է կապ ունենա, նստատեղը, հա, գոտկատեղից ներքև խնդիրների հետ կարող է կապ ունենա եւ այլը, դուք պետք է սպորտով զբաղվեք, որպեսզի կարողանաք այդ հավաքված վատ էներգիան ձեզանից թոթափեք եւ նոր էներգիաներ գա, որ ոգևորվեք ու սկսեք աշխատել ոգևորված, ինչ-որ բաներ կառուցել ձեր կյանքում եւ այլ ոչ թե քանդել։ Այստեղ կարող է, որովհետեւ 4-երը նաեւ ունենում են խնդիրներ օրենքի հետ հետագայում, 4-ը նաեւ կապ ունի կրիմինալի հետ, ինչը սկի ձեր մտքով չի լանց։ Բա, սիրելի հետևորդներ, բարև ձեզ, ինձ մոտ ինտերնետը նոր անջատվել էր, իսկ 14 ասացիք, այո, արդեն Վեներա ջան, խոսել եմ այդ մասին, ինչպես քո մտքով չեր էլ անցնում, դու պետք է այդ մասին անպայման մտածես, բայց ես մի փոքր ուզում եմ խոսել, ում թիվը սկսում է կամ մեկն է, մեկերից ասել եմ կլսեք եւ 0-ն, ինչը սկի ձեր մտքով չի էլ անցնում, հա, նայեք, 0-ն ինքը ուրանն է, հա, ուրան մոլորակը, ուրանը ինչի մասին է խոսում, որ պետք չի միամիտ լինել, անկանխատեսելի շատ լինել, այո, կարող եք, իհարկե Սոնա ջան, այստեղ պետք է մտածեք, որ ձեր համակարգը մի վիճակում կարող է գտնվի, բայց դուք ինչ-որ վախից կարող կախվեք, ինչ-որ խնդիրներ դուք կարող է ինքներդ ձեր քայլերով զրոյացնեք, ձեր միամտության պատճառով, սա պետք է հաշվի առնել, հա, միգուցե դա կարող կապ ունենա ինչ-որ վախի հետ, որից դուք կարող եք կախվել, վախենալ ինչ-որ ռիսկերի դիմել, հա, ինչ-որ քայլեր անելու համար, դրա համար մարդիկ կարան իրանց ծրագրավորեն, այնպես, որ իրանք չեն կարող, խոսք է օրինակ, քայլ անել, լավ էլ կարող եք, ստեղ ընդամենը քայլեր է պետք անել, այլ ոչ թե լինել
18 արկանի նման օրինակ, հա, լուսնի նման, վստահ չլինել ինքդ քեզ վրա։ Այստեղ դուք պետքա հերում կարողանաք ճիշտ տեսնել, այլ ոչ թե մտածեք, որ դուք քայլ արեցիք, չգիտեք թե ինչ ա լինելու, արեք հետո կմտածեք։ Այստեղ որովհետև ամեն մի քայլը դա նոր ճանապարհ է կոչվում, դուք այս մասին պետք է մտածեք։ Հենց դրանից հետո դուք կարող եք զգալ թեթևություն։ Բարև բոլորին։ Եղավ։ Եթե հարցեր չունեք, մի բան էլ կա, լավ նորություն ունեմ բոլորիդ, դա էլ ասեմ եւ դրանով եզրափակեմ։ Իմ YouTube-յան էջում արդեն ունենք սուպեր պատվիսկաներ։ Հեսա ես տեսնեմ հեռախոսս։ Կներեք, վերցրեցի սա կընկնի։ Ես հիմա ձեզ ուզում եմ ցույց տալ։ Մտնենք այստեղ, այստեղ տեսնում եք, հա, որտեղ է, ստեղ է, ինքներդ եք տեսնում, մանետիզացիան, այլ փոքր էսպես անենք, իմ մանետիզացիան, այստեղ ոչ այնքան շատ գումարներ է, ինքը պահանջում, ովքեր կցանկանան սպոնսոր, հա, սպոնսոր կանգնել, այստեղ համ դուք ստանալու եք սուպեր հետաքրքիր սմայլիկներ եւ այլ եւ այլ եւ այլ եւ նաեւ կարողանալու եք օգտվել իմ անհատական կանխատեսումներից, հա, որպես ձեր շնորհակալությունը հայտնելու համար, այսպես կարող եք սպոնսոր ստանալ եւ լայքերն էլ այստեղ լրիվ սուպեր ֆունկցիաներ են, որոնք նաեւ ձեզ համար բոնուսներ կլինեն, նաեւ կարող եք կիսվել ձեր սիրելիների, հարազատների հետ այս նոր իմ հայտարարությամբ, հա, այնտեղ երբ որ որովի եթերները լինի կամ ինչ-որ վիդեոներ ես դնեմ, հա, թեկուզ կարճ ռոլիկներ, այդ բոնուսները ձեր շնորհակալությունն ալինելու ինձ, իմեջին եւ բոլորիս առաջ խաղացման հետ։ Ովքեր ցանկություն կունենան իմ հետևորդներից իմ YouTube-յան էջում, խնդրեմ, սա մեզ բոլորիս համար պետք է մեր աճի զարգանալու եւ առաջ գնալու համար։ Դրանք բոլորը իհարկե, երբ որ դուք հա դրանք անելու եք, դրանք անվճար է, դրանք վճարովի չի ձեր համար, այնպես որ կարծում եմ ես որպես լավ մասնագետ արժանի եմ այս ուշադրությանը եւ արժանի եմ, որպեսզի շատ մարդիկ ովքեր ցանկանում են այս իմ սուպեր պատվիսկային բաժանորդագրվել եւ ստանալ այդպես, հա, էներգոապմենով հստակ պատասխաններ ինձանից իմ ուղիղ եթերների ժամանակ, դուք կարող եք այս հարցերում լինել բավականին ակտիվ իմ սիրելի հետևորդներ։ Շնորհավորում եմ եւ ինձ, եւ իմ YouTube-յան, Instagram-յան, Telegram-յան, ինչու՞ չէ, Facebook-յան, TikTok-յան եւ YouTube-յան իմ բոլոր հետևորդներին։ Ես գիտեմ, որ բավականին շատ հետևորդներ կլինեն, ովքեր կմիանան այս իմ, հա, սուպեր պատվիսկային եւ լայքերին, սպոնսոր կանգնելու համար եւ որպեսզի մեր կանալը մեզ հետ միասին զարգանա, աճի եւ բոլորս միասին առաջ գնանք։ Ուզում եք մի բան ստանալ, դուք դրա համար կարող եք այդպիսի քայլերով վճարել, դա կոչվում է էներգոապմեն։ Այնտեղ կոպեկներ են, այնտեղ այնքան էլ դժվար բաներ չկա։ Այդպես դուք ցույց եք տալիս ձեր հարգանքը իմ նման մասնագետի հանդեպ, թե ինչքանով է կարևոր, հա, ինչքան եմ ես կարևոր եւ իմ աշխատանքները ձեզ համար։ Եվ այսքանով ես կավարտեմ իմ աշխատանքը ձեզ հետ, հաջորդ աշխատանքը կլինի էլի բավականին շատ կրեատիվ աշխատանք, չի բացառվում, որ նաև լինի բավական ինտերակտիվ աշխատանք, որ ես հիացնելու եմ օրեցօր իմ լսարանը։ Սա ես ասել էի, չէ, ես հիմքից քանդել եմ իմ լրիվ
հին կոնսուլտացիաները, աշխատանքները եւ հիմա լրիվ նորովի ես ուրանական ձևով դա ներկայացնեմ անկանխատեսելի, հա, որը որ ոչ մի մասնագետ այդպիսի բան չի կարող անել, կտեսնենք եւ կլսենք, ինչպես որ առաջի քայլը ես այսօր արեցի, ես ափսոս հիմա այս էջով եմ աշխատում, որովհետև ես այսօր ունեցել եմ բավականին նոր կոնսուլտացիաներ, 3 հատ վրա, բավական շատ մարդիկ գոհ են, շատ հարցի պատասխան ստացել են, ոչ թե միայն հեռավար աշխատում եմ, ես հիմա լրիվ փոխել եմ նաև իմ կոնսուլտացիայի ձևը, որը որ բավականին հաճելի է իմ եւ իմ հետևորդի հետ հարաբերություններում, երբ որ իրենք դիմում են ինձ, ես իրենց հետ պարզ, ասենց գրքի նման դնում եմ իրենց դեմ։ Ուսանք ամեն ինչ ճիշտ ես տեղին բացատրեցի եւ շնորհակալ եմ բոլորի ձեր լայքերի, միացումների, կոնսուլտացիաների համար եւ այսօրվա այն արդյունքների համար, որը մենք ունենք այսօր այսքանը, հաջողակ եղեք եւ երջանիկ։ Ձեզ հետ իննարա, տարու թվա հոգեբաններ, ցտեսություն։